Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 20-ի համար, տարվա բոլոր ծնվածների համար։ Այս ալիքում միայն լինում է տարվա ծնվածների համար, ճիշտ է ժամանակ առ ժամանակ չի լինում տեսնենք, ոնց որ տուժում է շատ ժամանակ այս ալիքը, որովհետև մյուսում որ անում եմ արդեն այս ալիքը մտածում եմ դե ոչինչ որ չկա, որովհետև այն մյուսում հստակ կա։ Բայց դե լինում են դեպքեր նաև որ եւ նա չկա եւ նա չկա, դե լինում են դեպք ոչ բոլորս ենք ազատ եւ կարող ենք մշտապես այդպես հատկապես եթե ոնց որ սա իմ հիմնական զբաղմունքը չի դրա համար ազատ ժամանակիս անպայման անում եմ տեսանյութ որպեսզի դուք տեսանյութեր ունենաք իմանաք տեղեկացված լինեք թե ինչ է ձեզ սպասվում ընդհանրապես դե ես էլ ձեզ հետ այսքանը Եվ խոսել էի չնայած այս ալիքում չեմ խոսել էի նաև լուսնային գրքի հետ կապված, բայց մի փոքր ոնց որ ձգձգվում է, ուղիղ եթեր կմտնեմ այն մյուս ալիքում, կխոսենք այդ մասին, մեկ այլ առաջարկս, հա, ձեզ կանեմ, տեսնենք թե ինչպես կստացվի, համենայն դեպս ես ինչ որ ուզում եմ անել ես կանեմ, մնացածը կթողնեմ արդեն ձեզ։ Այսքանը եւ արդեն անցնենք օրը շաբաթ է, տեսնենք թե ինչ է սպասվում բոլորիս, ինչ է լինելու մեզ հետ։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 20-ին։ Օձեր կան, չոր լեզուներ են, բամբասանք, նաև դա կարող է լինել ուղղակի իմաստություն, որ ինչ-որ մի բան իմաստությամբ անեք, իմաստուն ձևով վերաբերվեք ինչ-որ մի հարցին, նաև ընկերն է, կարող է ընկերոջ իմաստուն խորհրդի կարիքն ունեք, հա, ձեր ընկերը կամ դուք եք խորհուրդ տալիս ձեր ընկերոջը, կամ ընկերն է ձեզ խորհուրդ տալիս։ Միգուցե նաև ինչ-որ գայթակղիչ բաներ կան, գալիս է այդպես պատմում ձեզ, եւ դուք խորհուրդ եք տալիս, որ հարկավոր չէ այդպես ամեն ինչը այդպես ընդունել։ Նաև ոմանց ցանկությունը կիրականանա այդ օրը, նաև ոմանք դրսում, եթե ինչ-որ մեկ ունեք բնակվում է դրսում, իր մասին կավակված է տեղեկատվություն ստանալ, նաև սա ձեր անունն է, ձեր պատիվն է, ձեր ճանաչողական, մարդիկ ձեզ ճանաչում են այդպես, այնպես որ դեմա ոնց ասում է պինդ պահեք դա։ Եվ այդ օրը ոմանք կհանդիպեն ուժային կառույցի աշխատողներին, միգուցե նաև պետավտոտեսուչներին, նաև դա կարող է լինել ինչ-որ մեկով, որպես հովանավոր ձեզ աջակցում է, ձեզ ձեռք է մեկնում, օգնում է, կամ նաև ծանոթություն են նման անձնավորության հետ ունակ, պետական պաշտոնյա եւ այլն։ Այսքանը ձեզ համար, միգուցե նաև այստեղ կարող վիզայի համար եք գնում, ինչ-որ պետական աշխատող եք տեսնվելու։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, բայց հա տարվա ծնված ցուլերն են, ամսվա ծնվածների հետ մի խառնենք։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 20-ին։ Հաջողություն, ինչ անեք այդ օրը հաջողությամբ կավարտվի, հաջողությամբ կվերջացնեք։ Դա ոնց որ ակնթարթային հաջողություն է, հա, դա այն հաջողությունը չի, որ ոնց որ այդ գործում մշտապես, հա, ինչ որ մի բան ուզում եք անեիք, ստացվեց։ Այդպես նման ոչ պահել են։ Նաև այդ օրը շատ շփում կունենաք ինչ որ մեկի հետ, մի փոքր նաև անհանգիստ եք, չգիտեմ ինչու, այդտեղ աղվեսներ կան։ Նաև բամբասանք է դա, խոսակցություն, լեզվակռիվ, եւ այստեղ աղվես կա, խաբեբախ, ուրեմն անձնավորություն է։ Սա այդքան էլ լավ չէ, սա միգուցե սիրային թեմայի հետ է կապված, այնպես որ շատ ուշադիր եղեք, հատկապես այն մարդկանց հետ նոր եք ծանոթանալու, այդ օրն եք ծանոթանալու, որ ձեզ կո առաջարկ է անում, պետք է շատ ուշադիր լինել։ Նաև եթե նվեր եք գնելու ինչ-որ մեկին ձեզ առաջարկում է, հա, արի այս մարդու մոտ ես իրան լավ նվերի տեղ գիտեմ, լավ սայ գիտեմ, եւ դա եւս հա ինչ-որ ձևով խաբեություն կարող լինի, տանի իր ծանոթի մոտ կամ 10 դրամանոց ապրանքը 100 դրամ վաճառի, հա, այդպես նմանատիպ ոչ է պահել են։ Նաև կարող է դուք եք սա խորամանկ, որպեսզի
Դե հանդիպեք ձեր երկրորդ կեսի հետ կամ ծանոթանաք, ժամադրության գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 20-ին։ Բավականին անհանգիստ եք, բորբոքված նաև կարող է մարդը բորբոքված են փոքր նաև վիճում է դիմացինի հետ։ Սա է ձեզ բորբոքացնում, ինչ-որ խաբեբաներ կարող են լինել, ովքեր որ կամ այդ խորամանկ մարդիկ, ում արարքից կարող եք նյարդայնանալ, բորբոքվել։ Նաև անհանգստանում եք միգուցե դիմացինի համար։ Եվ պետք է սա նաև դուք պետք է լինեք խորամանկ այդ հարցին լուծում տալու համար։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է, տան անդամ է, ընտանիքի անդամ է, բարեկամ կարող է լինել։ Դե ծնող եւ այլն, քույր։ Եվ ճանապարհ եք գնալու կամ գուցե գործեր առաջ կմղեք կամ տենց երկար ճանապարհ կգնաք։ Գուցե առիթի եք էստեղ գնում։ Ընտանիքի անդամներից ոչ մեկի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 20-ին։ Առիթի եք։ Վերջապես ինչ-որ մեկին անկավ, որ առիթի եք։ Նաև հասարակական կյանքն է, նաև առիթ է սա ձեզ համար։ Ինչ-որ խոչընդոտներ կան, կամ առիթին գնալուց, կամ առիթի ժամանակ, կամ հետ գալուց է դա։ Բորբոքվում եք, ինչ-որ մի բան այնպես չէ, այնպես չի տեղի ունենում, ինչ-որ բաներ այնպես չեն, որ ինչպես որ դուք եք պատկերացնում, կամ հասարակական վայրում է սա, ինչ-որ խոչընդոտներ են և ձեզ չեք կարողam կառավարել, բորբոքվում եք, այդպես կարող վիճել, գորգռալ։ Եվ նաև ինչ-որ խոչընդոտներ են կամ այնտեղ, կամ այդ առիթին, կամ դուրս գալու ժամանակ, և այնտեղ ևս կարող եք գորգռել։ Բավականին էմոցիոնալ կլինեք, դեռ էմոցիաները շատ լարված կարող են լինել։ Ինչ-որ մի բանը, որովհետև ձեզ համար մութ է, ինչ-որ մի բանը ճիշտ չի, ինչ-որ մի բանը չեք հասկանում, դրա համար էլ կարող եք սկսել վիճել։ Ոմանք նաև կարող են հանդիպել, շփվել իրենց մայրիկի հետ։ Նաև ոմանց համար սա ռոմանտիկ ժամադրություն է, թեթևանալու համար է, որ ավելի ձեզ լավ զգաք, թեթև զգաք, կարող այդ լարվածությունը ուղղակի թողնելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 20-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե ձեր ընկերոջ հետ, նաև դա կարող է լինել նոր ծանոթություն, նոր ընկերական շրջապատ, նոր ինչ-որ մեկին մի ընկեր ձեռք բերեք, նոր ընկեր կներեք, նաև փոփոխություն է դա, որ մտնում է ձեր կյանք, ոմանք կարող են ճանապարհ գնալ երկար, տեղափոխվել, մեկ այլ տուն, մեկ այլ քաղաք, եւ այդպիսով փոխվի ձեր կյանքը, նաև դա հղիություն է, ծննդաբերություն, եւս այդպեսով էլ, ոնց որ էլի փոխվում է ձեր կյանքը, եւ բավականին էմոցիոնալ կլինեք, այստեղ ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանց մոտ ինչ-որ բան է գաղտնի, ինչ-որ մի բան է անհայտ, չեք հասկանում, ինչ է կատարվում, նաև դա հանդիպում է ձեր ծնողի հետ, հենց մայրիկի հետ, կարող եք խոսել իր հետ, կամ նաև ինչ-որ անհանգստանաք, ինչ-որ մի բան է համենայն դեպս ձեր մայրիկի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 20-ին։ Ոմանք կարող են գնալ աշխատանքի ընդունվեն, շատ աշխատանք ունենան նաև այդ օրը։
Ոմանք նաև կարող են գնալ ռեստորան, այստեղ կարող է երեխաների հետ կապված ինչ-որ առիթ է գնում եք ռեստորան, այնտեղ երկար կմնաք։ Նաև դա ինչ-որ պետական հիմնարկություն է, օրինակ բժշկական կենտրոն է կարող է լինել, որ կարող եք գնալ, այնտեղ կարող է երեխա է ծնվում, հղիության հետ է կապված, կարող գնում եք։ Դա եւ շատ աշխատանք, բիզնես առաջ կտանեք, չնայած առաջ տանելու համար այդքան էլ չի ասի, որովհետև այստեղ կանգնած է։ Նոր բիզնես սկսել եւս այդքան էլ խորհուրդ չեմ տալիս, որովհետև հետադարձ տեսնում ենք, հա, հետևում կանգնած է, բացի դա էլ այդ օրը նորալուսնի օրն է, բացարձակով ոչինչ չի կարելի սկսել։ Ոչինչ, հա, դրա համար ոչ մի բան մի սկսեք։ Ոչ մի տեսակի, ոչ բիզնես, ոչ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 20-ին։ Հաջողություն։ Այդ օրը ինչ անեք հաջողությամբ կավարտվի, մեկ անգամվա ոնց որ հաջողություն է, ոչ այդպես երկար։ Նաև այդ օր ինչ-որ մի բան է ձեզանից գնալու եւ մյուսին տեղ բացելու համար, դրա համար էլ գնում է, որ մյուսի համար տեղ լինի։ Եվ ինչ էլ որ գնա պետք է բաց թողնել, որովհետև այսպես թե այնպես ավելի լավ է դուք բաց թողնեք, քան հետո ցավոտ ինքը միևնույն է, ոնց որ եթե մի բանը պետք է գնա, ուրեմն կգնա։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, հնարավոր է նաև պետական հիմնարկության հետ է ավելի շատ, դե որ ասացի, ասացյուրումն է դպես, հա, ավելի շատ նաև դրսի հետ է կապված, հա, ինչ որ օտար երկրի հետ կապված կլինի։ Ուրեմն այնտեղ եթե ինչ-որ բարեկամներ ունեք, ապա այնտեղից կապեք, ոչ թե տեղեկատվություն լսել իրենց մասին, որևիցե մի բան իմանաք։ Եվ սա ձեր կյանքն է, դուք ոնց որ աստղի նման կփայլեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, ոչխարներին, ոչխար է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 20-ին։ Այդ օրը ուժային կառույցի հետ կապված գործեր ունեք, նաև կարող եք իրենց հանդիպել, հա, պետավտոտեսուչներին, նաև սա հովանավոր է, որ կարող է այդ օրը ձեռք մեկնել ձեզ օգնել, թեկուզ ֆինանսապես, թեկուզ մեկ այլ կերպ։ Նաև ընտրության առջև եք լինելու, ինչ որ հարցում ոմանք կարող է ուղղակի հենց այնպես հագուստի հետ է կապված, ոմանք էլ ավելի այդպես գլոբալ մեծ ընտրությունը։ Նաև սա ոնց որ երկու տարբեր մարդիկ գնում են տարբեր ուղղություններով։ Եվ բորբոքված կլինեք այդ օրը, միգուցե դա է տարբեր ուղղություններով գնալու համար երկար մտածեք, որտեղ տարբեր ուղղությունը դա բաժանումն է, տեսնենք ինչից եք բորբոքված։ Միևնույնն է, այստեղ ինչ-որ բեռ է, ծանր բեռ է, փորձություն չեք կարող հաղթահարել։ Դա մայ բորբոքվում եք։ Պետք է նայեք եւ հասկանաք, որ դա փորձություն է եւ պետք չի դրան այդպես ինչ-որ շատ կամ հոգնել եք, որ ամեն ինչը միայն ձեր ուսերին է, հոգնել եք, որ ամեն ինչը միայն դուք եք անում։ Եվ ճակատագրական քայլ է դա, հա, ոնց որ մարդը բորբոքված ժամանակ կատարում է ճակատագրական քայլ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 20-ին։ Այդ օրը շատ աշխատանք կունենաք, հնարավոր նաև ընդունվում եք աշխատանքի։ Նաև կարող գնալ պետական հիմնարկություն, շաբաթ ամեն դեպս ինչ-որ բանկ նմանատիպ բաներ բաց են, եւ նաև դա բժշկական կենտրոն է, որ կարող եք գնալ, ռեստորան, կարող այդ օրը շրջապատված լինել պետական աշխատողներով կամ ձեզ շատ հարազատ մարդկանցով, գուցե նաև հեռվից է ինչ-որ մեկը գալիս, այդպես իր հետ եք նաև լինելու։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, միգուցե իրոք աշխատանքի ընդունվելու հետ է կապված, բիզնեսի հետ է կապված։ Նաև ոչ տեղեկատվություն կլսեք այն մարդու մասին, որ ձեզանից բավականին հեռու է ապրում։
Եվ նոր կյանքի իմաստ կստանաք, ինչ որ մի բան է փոխվում ձեզ մոտ եւ դա ձեզ տալիս է նոր կյանքի իմաստ, նոր ինչ որ բանին, ինչ որ ուրիշ ձև նայելու հետ կապված, այդպես, նոր որոցե էտապ է։ Եվ իմաստություն է սա, հա, մարդը ոնց որ ավելի իմաստուն է լինում, իմաստուն ձևով է նայում այս կամ այն հարցին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 20-ին։ Խոչընդոտներ են, որոնք որ պետք է հաղթահարեք, տեսնենք ինչի համար է այդ խոչընդոտները հանդիսանում մեր կյանքում։ Աշխատանքի հետ դա կարող է լինել, ոչ է պետական աշխատանքի հետ, հա, պետական հիմնարկության կարող է ինչ-որ տեղ եք ուզում գնալ եւ չեք հասցնում են վերջին րոպեներին եք որոշում գնալ, տեսնում եք փակ է։ Նաեւ սա ռեստորան է, որ եւս ինչ-որ կարող խնդիրներ են։ Բժշկական հիմնարկության հետ դա կարող է կապված լինել եւս, հա, խնդիրներ կարող են լինել։ Բիզնեսի հետ կապված նորալուսին է եւ ոչինչ պետք չի անել։ Այդ օրը պետք է բաց թողեք եւ ոչինչ մի արեք։ Նաեւ ոմանց ժամադրություն ունեն, կարող գնալ ժամադրության, ոչ անակնկալներ են, նվերներ են, սա կարող է առիթ է ծնունդ է այդ օրը։ Նաեւ ժամադրություն, ոնց որ ծաղիկ կապեք ստանալ այդ ժամադրության ընթացքում։ Եվ ինչ որտեղ կարող գնալ երկար մնալ, հնարավոր եթե առիթ է այնտեղ երկար կմնաք, եթե ժամադրությունն է հնարավոր այնտեղ եք երկար մնում, ինչ որ մի բան է կանգնած, ինչ որ մի բան է դանդաղում, նաև սա կայունություն է, կամ ձեր հարաբերությունները կկայունանան կամ ոչ մի ոլորտ է կայունանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 20-ին։ Ինչ բան է կայունանում, ինչ որ մի բան է նորմալ անում, խաղաղվում ձեր կյանքում։ Նաև այդտեղ ձեր ծնողներն են, միգուցե ծնողների համար եք անհանգստանում եւ հիմա ավելի, հա, ոնց որ հանգիստ եք իրենց կյանքի համար, իրենց համար, միգուցե որ ասում եք բերել եք ձեր մոտ արդեն հանգիստ եք։ Ինչ որ մի բան է, որը այստեղ հստակ ձեր ծնողներն են կամ տատի պապին են։ Տեսնենք ով է այս կինը, նաև ուրիշների համար։ Կինը, ով որ ձեզ բավականին շատ հաջողություն կբերի, ինչ որ մի բան ձեզ համար կանի, որ ձեզ մոտ հաջողություն լինի։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Իմաստուն անձնավորությունը միգուցե օց է, միգուցե նաև իմաստուն անձնավորությունը եւ այդ օրը պետք է իր խորհուրդը ձեզ։ Անհրաժեշտություն կա եւ կարող եք դիմել իրեն խորհրդի համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 20-ին։ Ոմանք կգնան բժշկական կենտրոն, ոմանք նաև որսավիրանոց, այդպես է գնանք կամ ձեր առողջությանը կամ ձեր գեղեցկությամբ կզբաղվեք։ Նաև դա հանդիպում է ծնողներին, շփվում է ծնողների հետ։ Ինչ խոչընդոտներ կան այդ օրը նաև տեսնենք ինչ խոչընդոտներ են, ինչին է վերաբերվում։ Վեճ է սա, վեճ է, որից հետո կարող խոչընդոտներ լինել, կամ վեճի գնով եք ուզում խոչընդոտները վերացնել, բայց չէ, հա, խորհուրդ տա։ Կամ ուզում եք տուն մաքրեք, ուզում եք ուբոր կանեք, բայց ինչ որ մի բանը չկա, սա չկա, նա չկա, խանութը կարող փակ լինել, ինչ որ ալարում եք գնաք, որ բերեք անեք։ Եվ այդ օրը երեխաների հետ կապված իրադարձություններ են, միգուցե առիթ է երեխաների, միգուցե ինչպես ծնունդ, կնունկ, նաև դա կարող է լինել բիզնես, նոր բիզնեսի սկիզբ, նոր կյանքի սկիզբ, նոր աշխատանքի սկիզբ, այդպես ինչ որ մի բան է, որը որ ձեր կյանքում նոր է սկսում, փոքր մի բան է։
Կարող եք բիզնես, բայց այդ օրը դե խորհուրդ չեմ տա, որովհետև նորալուսնի օրն է եւ բացարձակապես չի թույլատրվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։